Друзья, я совершил ошибку в предыдущей лекции. Ընկերներ, ես սխալ եմ արել նախորդ լեկցիայի ժամանակ։ Да, я в конспект вписал, что Лютер попрощался с женой. Ես գրեցի, որ Լյութերը իր կնոջ հետ հրաժեշտ է տվել, Он не женат. ինքը ամուսնացած չի։ Да, я вчера редактировал про его брак и по ошибке вписал не туда. Ես երեք աշխատում էի Լյութերի ամուսնական կյանքի վրա եւ նշումներս անելուց պատահաբար այնպես եմ գրել, սխալվել եմ։ Да, то есть он полностью холостой, я еще просыпаюсь, ну вот, поэтому прошу прощения. Ինքը այդ բանին դեռ ամուսնացած չի, ես դեռ քննադատախ էի, դրա համար ներողություն։ Այսայ ջան դասախոսեն ասա մեր դասախոսների սխալները մեր համար ճիշտ է։ Ошибки наших профессоров правильные для нас, как говорит. Да. Хорошо, продолжим с Рейхстага. Շարունակենք Ռեյխստագից։ Да, Мартин Лютер не покаялся, и он противостоял самому императору. Մարտին Լյութերը չկանգնեց իր գաղափարներից եւ կանգնեց ի հակառակ անգամ կայսրին։ На следующий день у него еще один допрос. Հաջորդ օրը պետք է լիներ եւս մեկ հարցաքննություն։ Его уже не пускают к императору, но пытаются хотя бы какое-то компромиссное решение принять. Իրեն արդեն չեն թողնում կայսրի мոտ, բայց փորձում են որոշակի փոխզիջողական ինչ-որ որոշման եզրակացության գան։ Не бывает такого, чтобы человек был во всем прав. Չի լինում, որ մարդը ամեն ինչում ճիշտ լինի։ Вот. Ожидается, что он хотя бы в каких-то обвинениях скажет, что он виноват. Ես սպասում եմ, որ գոնե որոշակի մեղադրանքներին նա կարձագանքի այնպես, որ կասի, որ այո, այստեղ սխալ եմ եղել։ Кстати, Фридрих III участвует в этом допросе. Իդեպ Ֆրիդրիխ III այս հարցաքննությանը մասնակցում է։ Ага, и он, наверное, Лютеру пытается тоже подсказать, ну, в чем-то признайся, что-то тут можно сказать. Եվ ամենայն հավանականությամբ նա էլ փորձում է Լյութերին ինչ որ կերպ ակնարկներ անել, որ գոնե ինչ որ միտեղ համաձայնվիր, որ դու այս կետում ճիշտ ես եւ գոնե դրանից հետ կանգնիր։ Да, Лютер не кается ни в чем, потому что он думает, что его, скорее всего, убьют по-любому, и какая разница. Լյութերը ոչ մի բանում չի հետ կանգնում, չի փոխում իր митքը, որովհետեւ մտածում է, որ իրեն միևնույն է իմաստ սպանելու են եւ իմաստ չկա։ Поэтому он думает как бы о репутации, о своем, о том, что будет говорить про него после его смерти. Եվ արդեն երբ մտածում է իր համբավի մասին, նրա մասին թե ինչ խոսելու իր մասին մահից հետո И он садится на свою повозку и уезжает. Он очень удивлен, что его не арестовали. նա նստում է իր կառքը եւ գնում է զարմացած, որ իրեն չձերբակալեցին։ Да, и здесь, возможно, сыграло на руку то, что это Рейхстаг Вормс, он длится много дней. Եվ նա երևի թե իր համար ձեռնտու եղավ, իր օգտին եղավ այն փաստը, որ այս Ռեյխստագը Ֆորբսում մի քանի օր տևում էր, երկար էր տևում։ И Лютер приехал в начало. Եվ Լյութերը սկզբից էր եկել, А это первый съезд курфюрстов в правлении Карла V. եւ դա հանդիսանում էր առաջին այդ ընտրողների հանդիպումը, այդտեղ գալը Կարլի հետ։ И Карл V, он не хочет начинать свое правление с плохих отношений с немцами. Եվ Կարլը չի уզում իր գահակալությունը սկսի գերմանացիների հետ վատ հարաբերություններից։ И он не знает, какая будет реакция, и не уверен в себе. Եվ նա չգիտի այս ինչ արձագանք էր եւ վստահել չի իր վրա։ Да, поэтому указ на арест он дает уже в конце Рейхстага. Դրա համար ձերբակալության հրաման նա տալիս է
Ռեյքստագի վերջում, когда он уже уверен, что у него не будет проблем с принцами. այն ժամանակ, երբ արդեն վստահ է, որ չի ունենա խնդիր արքայազնների հետ։ Да, а Лютер уже уехал. Իսկ այդ ժամանակ Լյութերը արդեն գնացել էր։ Да, хорошо. Вот наш вопрос. Почему Лютера можно считать истоком европейской информации? Եվ ահա մեր հարցը, ինչի համար է ճիշտ Լյութերին համարել եվրոպական բարեկարգության այդ հիմքը, աղբյուրը։ Ես երկուշաբթի օրվանից մտածում եմ, բայց չունեմ պատասխան։ Я с понедельника думаю, но у меня до сих пор нету ответа. Որ խնդրեմ մի հատ է կրկնես հարցը։ Հիմա կրկնեմ, ինչի համար է համարվում եւ ինչի համար է ճիշտ ասել, որ Լյութերը համարվում է եվրոպական ռեֆորմացիայի հիմքը, այսպես ասած աղբյուրը։ Да, это трудный вопрос. Ինչի համար մենք ճիշտ կլինենք, երբ որ ասենք, որ Լյութերից սկսվեց եվրոպական հեղափոխությունը, լավ, ասած այսպես ավելի հեշտացած ասեմ հարցը։ Դե երևի կարող է նրա համար, որ հենց ինքը տենց համաշխարհային դատը գնաց էլի, այսինքն կարելի ասել ամբողջ Եվրոպային հենց տեսանելի էր, այդ ամեն ինչը լսելի էր։ Ու բարձր դատարանում гнаց էլի։ Может быть, это из-за того, что этот суд был именно в Вормсе, и там присутствовали очень большое количество и массов, и там высокопоставленных лиц. Да, это сильный политический фактор. То есть, да, это правильный ответ. Это часть ответа. Я думаю, что это не самое главное, но это точно фактор сильный, да. Շատ լավ, շատ լավ։ Այո, եղբայրը ճիշտ է ասում, որ այնտեղ դա շատ մեծ ներդրում ունեցավ այդ հանգամանքը, եւ դա հենց պատասխանի մի մասն է։ Եվ մեկ էլ մի բանը, որ ինքը ատկաշ չեղավ, այսինքն վերջնական իր համոզմունքների մեջ ինքը անգամ մահից չխուսափեց, իր համոզմունքները տարավ առաջ։ И он не отрекся. Да. Да, это сильные факторы, и когда вы читаете учебники о реформации, они эти факторы будут выдвигать, поднимать. Այո, սրանք ուժեղ գործոններ են, եւ երբ որ դուք ռեֆորմացիայի մասին գրքեր կարդաք, դասագրքեր, հենց այս հանգամանքները շատ ուժեղ առաջ են տարվում հեղինակների կողմից։ Но здесь появилось что-то новое, здесь доктринальная эволюция. Это очень сильный шаг. Բայց այստեղ մի հետաքրքիր նորամուծություն կար, որ այստեղ վարդապետական նորարարություն եղավ։ Это конец Средневековья. Սա միջնադարի ավարտն էր։ И эта реформация не просто церкви, это реформация всего общества. Սա ոչ միայն եկեղեցու բարեկարգությունն էր, այլ ամբողջ հասարակության։ Смотрите, я сейчас те же слова Лютера, которые он сказал Карлу Пятому, мы вернемся на этот слайд, я жирным текстом подчеркну кое-что. Այդ կգանք Լյութերի ասացին Կարլոս 5-րդի պատասխանի մեջ։ Եվ հիմա ես կընդգծեմ ինչ-որ մի бан այստեղ։ Да, заметьте две фразы в его словах. Նկատեք երկու արտահայտություն իր բառերի մեջ։ Он говорит: «Совесть моя порабощена Слову Божьему». Նա ասում է, որ իմ խղճմտանքը կապված է Աստծո խոսքով։ Այսինքն ստերկացված է, եթե բառացի ասենք, հա, կապված է Աստծո խոսքով։ И второе, что он говорит: небезопасно и вредно идти против совести. Եվ երկրորդ բանը նա ասում է անվտանգ չի եւ մի բան էլ վնասակար է գնալ խղճին հակառակ։ Это вопрос на ответ доктора Эка. Սա պատասխան է դոկտոր Էքի հարցին։ Один ли ты такой умный, Лютер? Как ты можешь быть против традиции? Լյութեր, չէ՞ որ միայն դու
չես կարող լինել խելացի եւ միայն նա կանգնել ամբողջ ավանդության դեմ։ Эти слова — это рождение индивидуализма. Այս բառերը սրանք ինդիվիդուալիզմի, հա, այս անհատականության ծնունդն էին։ Да, то есть нам это не видно, потому что мы живем после этого. Մենք դա չենք նկատում, որովհետեւ մենք դրանից արդեն հետո ենք ապրում։ В средние века люди действовали и думали коллективно. Միջնադարում մարդիկ ապրում էին, մարդիկ մտածում էին հավաքական կերպով։ Если папа принимает веру, то вся семья принимает эту веру. Եթե հայրը հավատք է ընդունում, այդ հավատքը ամբողջ ընտանիքն էլ է սկսում ընդունել։ Если принц выбирает веру, то весь его народ принимает эту веру. Եթե արքայազնն է ընդունում ինչ-որ հավատք, ամբողջ ժողովուրդն էլ հետն է ընդունում այդ հավատքը։ Да. Почему была вот эта система католическая, ex opere operato? Потому что она действовала не на личности, она действовала на коллектив. Ինչի կար այդ համակարգը էքսոպերատումի կաթոլիկության մեջ, որովհետև նա действовала на общее, Да, на коллектив. որովհետև նա ընդհանուր, հա, այսպես կոլեկտիվ հավաքականության վրա էր ազդում, ոչ թե անհատի վրա էր ազդում։ То есть вопросы спасения, они в первую очередь касались вопроса принадлежности к коллективу. Այսինքն քրկաբանական հարցը առաջին հերթին այն հարցի հետ էր, որ դու այդ կոլեկտիվի մաս կազմում ես, թե ոչ։ И в 16 веке вдруг появляется это слово «совесть». Եվ 16-րդ դարում հանկարծակի հայտնվում է այդ բառը՝ խիղճ։ Вы знаете, оказывается, это слово повсюду в Новом Завете. Գիտեք, որ բարձում է, որ այդ բառը նոր կտակարանում ամենուրեք է։ Но у церковных отцов этого слова почти не встречается. Բառը համարյա չի։ То есть как будто, когда церковные отцы читали Новый Завет, они как бы его не замечали. Այսինքն այնպեսի տպավորություն է ստեղծվում, որ երբ որ եկեղեցու հայրերը կարդում էին նոր կտակարանը, իրենք չէին նկատում դա։ Да, и на этом понятии не строилось богословие. Եվ այդ գաղափարի վրա, այդ հասկացողության վրա աստվածաբանություն չէր կառուցվում։ А здесь вся жизнь Лютера до этого момента — это его борьба со своей совестью. Իսկ այստեղ ամբողջ կյանքը Լյութերի մինչև այդ պահը դա կռիվ էր, պատերազմ էր խղճի հետ։ Он ненавидит Бога, потому что он практикует веру против совести. Նա ատում է Աստծուն, որովհետև նա կիրառում է մի հավատք, որը դեմ է իր խղճմտանքին։ Вот смотрите, те же самые слова о его покаянии. Ուշադի նայեք այն խոսքերին, որոնք վերաբերում են իր ապաշխարությանը։ Я стоял перед Богом как грешник с расстроенной совестью. Ես կանգնած էի Աստծո առաջ որպես մի մեղավոր, հիասթափված խղճմտանքով։ Да, можно перевести как с расстроенным сознанием. Կարելի ասել հիասթափված գիտակցությամբ։ Далее, так я бушевал со злобной и трепещущей совестью. Եվ հետո նա ասում է վախեցած, հա, դողացող խղճով։ Да, то есть это идет речь о его внутреннем противлении, о борьбе в его сердце. Այսինքն այս արտահայտությունները վկայում են իր ներքին պատերազմների մասին։ Да, и Лютер, он всю жизнь прожил в с этой тревожностью, с этим трепетом, по-немецки называется Anfechtung. Եվ Լյութերը пастоրեն իր ամբողջ կյանքը ապրել է пастоրեն այս գերմաներեն կոչվում է Anfechtung, ապրել է Это средневековый страх, такой предрассудок очень сильный, боязнь всего. Ապրել է սրանով, այս տերմինն էլ հենց նշանակում է այն թարթոցը, այն վախը, դողը, որ միջնադարում շատ հայտնի էր,
որ կարող էր վերաբերվել ամեն ինչին, վախ ամեն ինչից։ Да, при ударе молнии, когда молния ударила, и он решил идти в монастырь. Օրինակ, երբ որ կայծակը իրեն խփում է եւ նա որոշում է գնալ Մենաստան, При первом хлебопреломлении, իր առաջին հացի կոտրելը, при исповеди, խոստովանության ժամանակ, при изучении Писаний Սուրբ գրքի ուսումնասիրության ժամանակ и потом перед императором. եւ հետո էլ կայսրի առաջ։ То есть его вся жизнь — это расстроенная совесть. Այսինքն իր ամբողջ կյանքը իրենից ներկայացնում է եւ արտահայտվում է այս հիասթափված խղճով И внутренние переживания, потому что он не понимает Божьей благодати. եւ այս ներքին անհանգստությունը, որովհետեւ նա չի հասկանում Աստվածային շնորհքը Да. И это источник отчаяния в нем, եւ սա իր մոտ հանդիսանում է աղբյուր, որպեսզի նա հիասթափվի։ но это также врата спасения для него. Բայց բացի այդ հիասթափության աղբյուրը այն նաև ծառայում է որպես փրկության դարպաս։ Да, потому что когда он понимает благодать Божью, то его совесть освобождается. Այո, որովհետև այն ժամանակ, երբ որ նա այն պահի, երբ որ նա հասկանում է Աստծո շնորհքը, իր խշմտանքը ազատվում է։ И поэтому он может сказать: я как личность могу сказать нет 1500 лет традиции. Եվ նա ասում է, որպես անհատ ես ինքս այդ իսկ պատճառով կարող եմ ասել ոչ 1500-ամյա ավանդությանը։ Почему? Почему я могу так сказать? Ինչու է նա այսպես ասում։ Потому что вредно идти против совести. Որովհետև վտանգավոր է, վնասակար է գնալ խղճին հակառակ։ А почему это вредно? Ինչի համար է դա վնաս։ Потому что он всю жизнь мучается. Որովհետև ինքը ամբողջ կյանքում տանջվում է։ Потому что он всю жизнь страдает от того, что он поступает против совести. Որովհետև նա ամբողջ իր կյանքում տանջվում է, որ իր խղճին հակառակ է ապրում։ Он совершает обряды, но они не по сердцу. Նա կատարում է այդ ծեսերը, բայց դրանք սրտով չեն արվում, Они по долгу. այլ պարտականության զգացումով են արվում։ Да. И это открытие богословское, оно необычайно. Եվ սա այդ աստվածաբանական բացահայտումը իրականում չտեսնված։ Да, смотрите, вот это слово на греческом «suneidesis», совесть. Տեսեք այս բառը, խիղճ բառը հունարենում սունեդեսիս, Да, совесть или сознание — это все тексты Нового Завета, где оно упомянуто. Սորեմ նշված են բոլոր այն հատվածները նոր կտականի, որտեղ այս բառը հանդիպում է։ То есть, видите, это больше, чем очень многие христианские доктрины. Այսինքն տեսնում եք, սա ավելին է, այս ցուցակը ավելի մեծ է, քան շատ քրիստոնեական ուսմունքներ։ Это больше, чем список текстов о Святом Духе как личности. Սա ավելի մեծ է այս ցուցակը, քան այն ցուցակը, որում կան համարներ Սուրբ Հոգու անձնավորություն լինելու հետ կապված։ То есть для Бога, для христианства это было что-то очень важным. Այսինքն Աստծո համար, քրիստոնեության համար սա շատ կարևոր է։ Да, и прошло 1500 лет, прежде чем это сокровище всплыло на поверхность. Եվ 1500 տարի անցավ, մինչև որ այս գանձը գլողար դեպի ջրի երեսը։ Да. И реформация — это был процесс, который шел внутри Лютера, Կատորը շոու внутри самого Лютера. եւ բարեկարգությունը մի ընթացք էր, որը Լյութերի ներսից էր տեղի ունենում, նրա ներսում էր ընթանում։ Да, он должен был прожить все свои трудности и встать в такие обстоятельства, которые вынудили его увидеть это в Писании. Նա պետք է այդ ամեն ինչի միջով անցնել, որպեսզի կարողանա այդ ամեն ինչը իրեն ստիպել տեսնել այն ինչ որ կա Սուրբ Գրքի մեջ, այս թեմայի հետ կապված։ Да, если вы никогда не проводили библейское изучение совести, это очень классное упражнение. Եթե դուք երբեք չեք անցկացրել աստվածաշնչյան ուսումնասիրություն թղթի հետ կապված, սա շատ լավ վարժություն է։ Да, просто я кратко суммирую этот концепт в Новом Завете.
Ես ուղղակի կարճ կամփոփեմ այս գաղափարը նոր կտակարանում։ Что такое совесть? Ինչ է խիղճը։ В нашем теле есть разные органы, там печень, мозг. Մեր մարմնում կան տարբեր օրգաններ՝ լյարդ, ուղեղ, У нашей души тоже есть органы. մեր հոգին էլ ունի օրգան, И совесть – это моральный орган души. իսկ խիղճը դա բարոյական օրգանն է հոգու, Да, который есть у всех. որը բոլորի մոտ կա։ И совесть бывает воспаленной, она бывает расстроенной. Եվ խիղճը հնարավոր է դառնա այսպես ասած վարակված, հա։ Да, то есть как бывает воспаление органов в теле, бывает воспаление в душе. Ինչպես լինում է օրգանների վարակը կամ օրինակ հիվանդացումը, այդպես էլ կարող է լինի խղճինը, Она бывает атрофированной. ատրոֆիրովան։ Это как атрофированный орган, который сжался. Как Կարող է атрофированные мышцы. ձգված լինի, Երևի խանձված է նկատի ունի։ հա։ Երևի խղճի խանձված լինել է նկատի ունի։ Ես էլ էի սկզբից մտածում, բայց ոնց որ չէ, ինքը օրգանների հետ է համեմատում։ Օրգանների հետ բաների մասին է խոսում, որ օրգանները բան, այսինքն բժշկական տերմիններ է էլի օգտագործում, դրա համար խանձվածի վրա չեմ գնում։ Լավ, ուրիշ բառերով բացատրի։ У нечестивых в Новом Завете Писание говорит, что у них совесть обожжена. Այսի իսկ պղծերի հետ կապված նոր կտակարան նկարագրում, որ նրանց խիղճը խանձված է, Что она грубая, потеряла чувствительность. եւ որ այն զգայունությունը կորցրել է եւ կոշտացած է, И что она уже не восприимчива к греху, что она не реагирует на грех. եւ որ այն արդեն չի արձագանքում մեղքին, զգայուն չի մեղքի նկատմամբ, Да, но также, что совесть поддается освящению. եւ որ նաեւ խոսում են բանի մասին, որ խղճմտանքը ենթակա է սրբացման ընթացքին, И что совесть нуждается в воспитании. եւ լուսավորությանը եւ դաստիարակությանը։ Да, то есть еще говорится, например, о совести слабого брата. Նաև խոսվում է թույլ եղբոր խղճմտանքի մասին։ Да, то есть Павел говорит, что не надо есть мясо, предложенное идолом, потому что совесть слабого брата воспаляется. Այսինքն Պողոսը ասում է պետք չի կուրքին զոհարված միսը ուտել, որովհետև թույլ տկար եղբոր խղճմտանքը ազդվում է, Она искушается, она болит. որովհետև գայթակղվում է նա եւ այսպես ասած հիվանդանում է։ То есть ее можно воспитывать, можно свою совесть улучшать. Այսինքն կարելի է խիղճը դաստիարակել, բարելավել, Потому что у сильного брата у него уже совесть не болит от идола жертвенного. որովհետև մենք հատվածից գիտենք, որ ուժեղ եղբոր խղճմտանքը արդեն չի տկարանում այդ մտածարով։ Да. И Мартин Лютер это открыл, и он не единственный. Եվ Մարտին Լյութերը դա երբ բացահայտեց, նա միակը չէր։ Кальвин тоже пишет о совести. Կալվինն էլ էր գրում խղճի մասին։ Если вы возьмете Вестминстерский символ веры, это кальвинистический документ вероисповедания. Եթե դուք վերցնեք Վեստմինիսթերի հավատի դավանանքը, այդ փաստաթուղթը, вы можете просто сделать поиск и ввести слово совесть, посмотреть, где оно вылезает. եւ դուք կարող եք ուղղակի վերցնել եւ մանգալ խիղճ գրել, Оно по всему документу. եւ տեսնենք, որ ամբողջ փաստաթուղթը խոսում է դրա մասին։ Да, и если читать реформаторское богословие, этот концепт начинает возвращаться. Եվ եթե կարդաք բարեկարգված աստվածաբանություն, տեսնեք, որ այս գաղափարը շարունակում է վերադառնալ։ Да, у отцов церкви он практически отсутствует. Իսկ եկեղեցու հայրերի մոտ դա գործնականում ուղղակի բացակայում է։ Да, то есть здесь мы, когда говорим о современном устройстве общества, что есть такое понятие, как права человека, Այսինքն, երբ որ մենք խոսում ենք ժամանակակից աշխարհի կառուցվածքի մասին, հասարակարգի մասին,
երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, право голоса, ձայնի իրավունքի, что суд, жюри, դատ եւ ժյուրիներ, да, что есть такое понятие, как конституция, когда это население договаривается с властью. այսինքն այն, որ գոյություն ունի սահմանադրություն, դա իրենից ներկայացնում է հասարակության համաձայնության գալը իշխանությունների հետ։ Да, этот индивидуализм, он весь возвращается в это учение Нового Завета о совести. Եվ այս ամբողջ ինդիվիդուալիզմը հետ է գալիս իր արմատներով նոր կտակարանյան այս ուսուցմանը խղճի վերաբերյալ։ Да, у Кальвина есть детальное обсуждение концепта из 35 главы Еремии. Կալվինը ունի սրա մասին մտորում իր 35-րդ Երեմիա 35-րդ գլխի մեկնաբանությունների մեջ։ 35 глава – это рассказ о рехавитах. Ռեհաբականների մասին է այս գլխի պատմությունը։ Это племя, которое жило в Израиле. Սա մի ցեղեր, որը ապրում էր Իսրայելում, И их патриарх сказал им жить в палатках и не пить вина. եւ իրենց հայրը, հա, գլխավոր առաջնորդը իրենց ասաց, որ պետք է ապրեն վրաններում եւ չխմեն գինի, И когда Ассирия уничтожила Израиль, северную часть Израиля, եւ երբ որ Ասորեստանը Իսրայելի հյուսիսային մասը ավերեց, рехавиты оказались в Иерусалиме. ռեհաբականները հայտնվեցին Երուսաղեմ։ И пророк Еремия, даже Господь, он говорит, посмотри на рехавитов, они слушают своего патриарха. Եվ Երեմիան Աստված ասում է, տես ռեհաբականներին, իրենք լսում են իրենց առաջնորդին։ Он им заповедал две заповеди – жить в палатках и не пить вина. Նրանց առաջնորդը իրենց թողել է 2 օր ապրել վրաններում եւ չխմել գինի։ Они исполнили эти заповеди и остались живыми. Եվ նրանք կատարել են այդ պատվիրանները եւ կենթանի են մնացել։ Господь говорит, а посмотри на дом Иуды, на дом Израиля, они вообще не послушны, они не могут 10 моих заповедей сохранить. Եվ Աստված ասում է նայիր Իսրայելի տանն ու Հուդայի տանը, իրենք ընդհանրապես չեն լսում իմ պատվիրաններին։ И Кальвин обсуждает этот текст. Եվ Կալվինը քննարկում է այդ հատվածը, Потому что Папа Римский и католическая церковь используют его как обязательство христиан исполнять традиции. Ճամար որովհետև պապականությունը այս տեքստի հիման վրա ասում է, որ պետք է կատարել ավանդությունը։ Да. То есть католики говорят, что посмотрите, патриарх им дал 2 заповеди выше 10. И Господь говорит, что это хорошо. Եվ որովհետև կաթոլիկները ասում են, տեսեք, իրենց ցեղի առաջնորդը իրենց տվել է 10 պատվիրանից ավել 2 պատվիրան, եւ Աստված էլ էստեղ ասում է, որ դա лав է։ Да. То есть у них было 12 заповедей. Այսինքն իրենց մոտ կար 12 օրենք։ И они говорят, что Папа Римский тоже может добавить заповеди, как патриарх, как папа, и что это хорошо. Եվ նրանք պնդում էին, որ Հռոմի պապն էլ որպես առաջնորդ կարող է 10 պատվիրաններին ավելացնել, որ դա լավ է։ Да. И Кальвин входит с ними в полемику. Он говорит, что они не правы. Եվ Կալվինը պոլեմիկայի մեջ է իրենց հետ մտնում եւ ասում է, որ դուք ճիշտ չեք։ Да. Он говорит, во-первых, что патриарх заповедовал им жить в палатках, а в Иерусалиме они в палатках не живут. Առաջին հերթին նա ասում է, որ իրենց առաջնորդը ասել է, որ իրենք ապրեն վրաններում, բայց Երուսաղեմում նրանք չեն ապրում вранներում։ В Иерусалиме они снимают жилье. Այնտեղ երբ որ ապրում են, վարձակալում են։ То есть они исполняют дух закона, а не букву. Այսինքն նրանք то есть они исполняют букву, а не дух? Дух исполняют, а не букву. Кто они? Рехавиты. Ասում է, այսինքն ռեհաբականները կատարում են պատվիրանի հոգին, ոչ թե տառը։ Да, то есть он объясняет, что их патриарх хотел, чтобы они были живы. Այսինքն իրենց առաջնորդը ասում է, որ ցանկացել է ուղղակի, որ նրանք կենթանի մնան։ То есть не суть в том, чтобы жить в палатке, а суть в том, чтобы быть мобильным. Այսինքն այս իրենց առաջնորդի ոչ թե միտքը նա էր, որ
նրանք ապրեին վրաներում, այլ որ լինեին տեղաշարժվելու ունակ։ То есть, если они остались мобильными, то они сохранили заповедь. Այսինքն եթե ստացվում է որ նրանք տեղաշարժվելու ունակ մնացին, ուրեմն իրենք դրանով կատարել էին այդ պատվիրանը։ Да, и поэтому Кальвин говорит, что закон Божий всегда должен ложиться на совесть. Դրա համար էլ Կալվինը ասում է, որ Աստծո պատվիրանը միշտ պետք է հանգչի մարդու խղճմտանքի վրա։ Вот в этом есть и разница, что такое дух закона, а что такое буква закона. Եվ այստեղից էլ արդեն գալիս է այդ գաղափարը, ինչ է օրենքի տառը եւ ինչ է օրենքի հոգին։ Определяет это совесть. Իսկ թե ինչ է դա որոշում է եւ սահմանում է տալիս է խիղճը։ И только тогда закон может быть исполнен правильно. Եվ միայն այդ դեպքում կարելի կլինի ճշմարիտ կերպով պահել օրենքը И с радостью. եւ ուրախությամբ պահել։ Вот. А заставлять людей исполнять букву закона – это злейшая тирания. Եվ ստիպել մարդկանց պահել օրենքի տառը, դա արդեն բռնակալություն է եւ դա չարիք է։ Да. И Кальвин говорит, мы принимаем законы и традиции, но только если они не сковывают совесть. Կալվինը ասում է մենք պահում ենք այդ ավանդությունները այնքան ժամանակ, ինչքան որ նրանք չեն խանձում մեր խղճմտանքը։ Это можно увидеть в Вестминстерском катехизисе. Եվ սա կարելի է տեսնել Վեստմինստերի հավատամքի կատեխիզիսում։ Да. Очень интересные аргументы. Շատ հետաքրքիր փաստարկներ են։ Когда мы посмотрим на жизнь Кальвина, мы увидим, что он не совсем сам им следовал. Մենք երբ որ նայում ենք Կալվինի կյանքին, մենք տեսնում ենք, որ նա էլ ինքնին ամբողջապես չի հետևել դրանց։ Потому что в Женеве, где он жил, ходить в церковь было обязательным. Որովհետև Ժնևը, որտեղ որ ինքն էր քայլում եւ ծառայում, եկեղեցի գնալը պարտադիր էր։ Полиция проходилась по городу, проверяла, все ли пошли в церковь. Ոստիկանությունը շրջում էր քաղաքով մեկ եւ ստուգում էր, որ բոլորը գնացել են եկեղեցի թե ոչ։ То есть Кальвину еще и расти в своем богословии. Այսինքն Կալվինը դեռ շատ ու շատ կաճի իր աստվածաբանության մեջ։ Да, но как Кальвин это объяснял? Եվ բայց ինչպես էր Կալվինը դա բացատրում։ Он говорил так, что это решение обязательного посещения церкви, это не его решение. Նա ասում էր այս պարտադիր եկեղեցի հաճախելու որոշումը իր որոշումը չէ։ Это решение городского совета. Այլ քաղաքի խորհրդի որոշումն է։ То есть это действие секулярной власти. Այսինքն սա քաղաքային իշխանության գործունեությունն է։ Это действие магистров города. Սա քաղաքի իշխանների, հա, քաղաքապետերի գործն է։ И это не Божья заповедь, это заповедь магистров. Այսինքն Աստծո օրենքը չի, իրենց օրենքն է։ А Бог сказал повиноваться принцам. Իսկ Աստված ասել է, որ իշխանավորներին ենթարկվեք։ Поэтому получается такой двойной шаг, да? Այսպեսով ստացվում է երկու մասից բաղկացած քայլ։ Что и Кальвин, и Лютер оба считали, что вопросы реформации церкви это не их вопросы, это вопросы принцев. Եվ Կալվինն էլ Լյութերն էլ սրա արդյունքում մտածում էին, որ բարեկարգության հարցը, խնդիրները միայն իրենցը չէին, այլ իշխանություններին։ Да, то есть, например, на каком языке будет прославление в церкви? Այսինքն օրինակ ինչ լեզվով պետք է լինի եկեղեցում փառաբանությունը։ Кто это решает? Ով է դա որոշելու։ Принц. Արքայազնը Или городской совет? կամ էլ քաղաքի խորհուրդը։ Какие у нас будут праздники? Какие праздники мы будем праздновать, какие мы не будем праздновать? Ինչ տոներ ենք մենք նշելու, պահելու ենք ինչ-որ տոներ։ Кто это решает? Ով է դա որոշելու։ Это решает городской совет. Քաղաքի խորհուրդն է որոշելու։ Вот. И поэтому вот эта реформация, эта часть Лютера называется магистерская реформация. Դրա համար էլ այս հատվածը բարեկարգության կոչվում է մագիստրալ բարեկարգություն։
Потому что потом анабаптисты и радикальные реформаторы, такие как Цвинкли, скажут, нет, городской совет этого не решает. Որովհետև հետո անաբապտիստները հենց ինքը Ցվինգլին էլ կասի, որ ոչ քաղաքի խորհուրդը դա չի որոշում։ Это тоже все против совести. Այդ ամեն ինչն էլ է խղճին հակառակ։ То есть просто заменили папу римским на другого кого-то. Այսինքն այդ դեպքում ստացվում է, որ Հռոմի պապին ուղղակի ուրիշ ինչ-որ մեկով են փոխարինել։ И вот эти решения, они должны приниматься не городским советом, они должны приниматься советом братьев. Եվ որ այս հարցերը պետք է որոշեն ոչ թե քաղաքի խորհրդում, այլ եղբայրական խորհրդում։ А это уже индивидуализм, это уже современный мир. Եվ սա արդեն ինդիվիդուալիզմն է, ժամանակակից աշխարհը։ И Кальвин и Лютер, они к этому не были готовы совершенно. Եվ Կալվինն ու Լյութերը սրան ընդհանրապես պատրաստ չէին։ Они как бы застряли между мирами. Նրանք կարծես երկու աշխարհների արանքում էին մնացել։ Потому что когда появятся анабаптисты, они начнут их уничтожать. Որովհետև երբ որ արդեն անաբապտիստները վերամկրտականները կհայտնվեն, նրանք կսկսեն իրենց ոչնչացնել։ Да. За непослушание магистрам, городскому совету. Քաղաքային խորհրդին չհնազանդվելու համար։ Да. То есть здесь уже видно, что богословие у них на месте, но практика еще долго будет идти. Այսինքն մենք տեսնում ենք այստեղից, որ նրանց աստվածաբանությունը տեղում է, բայց դեռ կիրառությունը շատ երկար պետք է դեռ ճանապարհ անցնի։ Да, то есть, например, сегодня у нас в городах есть церкви разных деноминаций. Օրինակ այսօր մենք մեր քաղաքներում ունենք եկեղեցիներ տարբեր հարանվանությունների։ Есть католические, православные, лютеранские и баптистские. Կան կաթոլիկ, լյութերական, տարբեր մկրտական եկեղեցիներ, И пятидесятнические. կան հիսունական եկեղեցիներ։ В какую церковь входить, кто решает? Ո՞й որոշում, որ եկեղեցին գնա մարդը։ Совесть человека, да? Մարդու խիղճը։ То есть человек по совести, он выбирает церковь, которую он считает правильной. Այսինքն խղճով մարդը որոշում է այն եկեղեցին, որը ինքը գտնում է ճիշտ իր համար հաճախելու համար։ Да, и Кальвин, и Лютер, они живут еще в Средневековье. Եվ Կալվինն ու Լյութերը դեռ միջնադարում են ապրում։ Для них это было бы невозможным. Церковь одна. Իրենց համար դա հնարավոր չէր։ Եկեղեցին մեկ էր։ Сколько у нас будет деноминаций в городе? Одна. Ինչքան դենոմինացիա կլինի մեր քաղաքում։ Մի։ И какая из них правильная? Вот та одна, которую определил принц. Եվ որ մեկն է ճիշտը լինելու, այն, որ արքայազնն է որոշել, այդ մեկը հենց։ То есть, если вам не нравится, что вы делаете? Այսինքն եթե ձեզ դուր չի գալիս այն ինչ անում եք, валите в другой город. գնացեք ուրիշ քաղաք։ Да, то есть вы должны покинуть его, если вам не нравится, потому что по-другому просто не будет. Այսինքն եթե ձեզ իրականում դուր չի գալիս այն ինչ այդտեղ կատարվում է, դուք ուղղակի պետք է ձեր քաղաքը փոխեք, որտեղ չկա ուրիշ եկեղեցի այդտեղ։ И вот этот общий подход, он начинает целую волну миграции внутри Европы. Եվ այս ընդհանրականացումը սկսում է մի մեծ ալիք տեղահանության, տեղափոխության ամբողջ Եվրոպայով մեկ։ Хорошо, есть ли вопросы по вот этому, по совести? Կան հարցեր խղճի հետ կապված։ Կարծում եմ, ես միգուցե ունենամ, հələ դասախոսի ասածները ուզում եմ դասավորել մի հատ։ Может быть, у меня будет, но сейчас я постараюсь переваривать эту информацию, которую вы сказали. Да. И у меня лично будет вопрос после того, когда Давид просто закончит запись. Որովհետև մենք խիղճը օգտագործում ենք այդ բառը, հասկանում ենք, բայց ոչ շատ լավ։ Կարծում եմ դժվար է բացատրել, թե ինչա նշանակում խիղճը, էլի։
Ոնց ենք Потому մենք что պատկերացնում։ это нужно приваривать, но потому что мы часто используем это слово, но очень трудно сказать точно. И все не могут точно сказать, что это значит. И однозначно сложно Да. сказать, что это. Мгм. Мгм. Да, к сожалению, мы утрачиваем богатство прошлых поколений. Ցավոք սրտի մենք ուղղակի վատնում ենք այն հարստությունները, որոնք մեզ գալիս են հին ժամանակներից։ Многие прекрасные доктрины церковь просто забывает. Շատ գեղեցիկ սիրուն ուսմունքներ ուղղակի եկեղեցին մոռանում է։ И поэтому нужны вот эти движения обновления, пробуждения. Դրա համար պետք են այս արթնության շարժերը։ Когда люди смотрят в Писание, и оно там всегда было, а Писание не меняется. Երբ որ մարդիկ նայում են գրվածքին, եւ այսինքն դա միշտ եղել է Սուրբ գրքում, ինքը չի փոխվում։ Но они видят сокровища, которые они забыли, и эти сокровища начинают снова менять нашу жизнь. Բայց այդ նրանք նայում են Սուրբ գրքին եւ տեսնում են այն գանձը, որ մոռացվել է ժամանակ առ ժամանակ։ Да, то есть видно, что концепция совести станет в самом сердце реформации. Այսինքն մենք կտեսնենք, որ այս խղճի կոնցեպտը գաղափարը կդառնա հենց բարեկարգության սիրտը։ Особенно радикальной реформации, потому что они возьмут это и они построят свою систему вокруг этого концепта совести или индивидуальной совести. Մասնավորապես ծայրահեղ բարեկարգության սիրտը կդառնա, որտեղ մենք կտեսնենք, որ նրանք դա կվերցնեն եւ կշարունակեն դրանով բարեկարգել։ Да, а я сколько лет в вере, я не слышал ни одной проповеди о совести. Եվ ես քանի տարի է որ հավատքի մեջ եմ, ես չեմ լսել ոչ մի քարոզ խղճի մասին։ Одну, которую я сам проповедовал. Բացի նրանից, որ ես եմ քարոզել մեկը։ Да, и когда я учился, тоже это не особо поднималось. Եվ երբ որ ես էի սովորում, դա այդ ժամանակ էլ այդպես առանձնապես չէր բարձրացում այդ հարցը։ Да, но когда вы один раз это заметите, всегда вы начнете читать Павла, вы начнете видеть это повсюду. Երբ որ սկսեք դուք մտածել դրա մասին, дук արդեն կտեսնեք դա ամենուր եք։ Давайте посмотрим просто один стих, потому что это интересно, да. Я извиняюсь, брат Дима, можете отправить эту проповедь? Мне очень интересно. Да, я постараюсь найти. По-моему, у меня есть запись, если найду. Пожалуйста, да? Да. Спасибо. Да, давайте посмотрим на 2 Коринфянам 4 глава 2 стих. Это просто один из того списка. Եկեք մեր ուղղությունը դառնենք երկրորդ Կորինթացիներին 2 Коринфянам 4 глава. Да, 2 стих. Երկրորդ Կորինթացիներին 4 գլուխ երկրորդ համարը։ Исайя, прочитаешь на армянском? Конечно. Մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում եւ Աստծո խոսքներ չենք խեղաթյուրում, այդ ճշմարտությունը հայտնելով ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքի Աստծո առաջ։ Павел говорит о правильном поведении в обществе. Պողոս այստեղ խոսում է հասարակության մեջ ճիշտ պահվածքի մասին, о христианском поведении в обществе. Քրիստոնեական պահվածքի մասին հասարակության մեջ։ И он говорит, что мы представляем себя совести всякого человека перед Богом. Որ մենք մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծո առաջ։ Это такой уровень святости, что никто даже не может нам придраться. Դա այնպիսի մի սրբության մակարդակ է, որ ոչ ոք մեր դեմ ոչ մի չի կարող ունենալ այս բaragայում։ Что никакой человек не может христианину сделать моральную претензию. Որ ոչ մեկ չի կարող այս բaragայում քրիստոնեային բարոյական ինչ որ հակառակ բան ասել։ Это уровень христианской этики, которого я не достиг еще. Այսինքն սա քրիստոնեական էթիկայի մի մակարդակ է, որին անգամ ես չեմ հասել դեռ։ То есть обычно мы как действуем? Я прав, мне кажется, что я прав, и этого достаточно. Այսինքն սովորաբար ինչ ենք մենք անում, ինձ թվում է, որ ես ճիշտ եմ, եւ դա ինձ հերիք է։
А Павел говорит, что даже люди, которые вне церкви, имеют мнение о нас. Իսկ Պողոսը ասում է, որ անգամ այն մարդիկ, ովքեր եկեղեցում չեն, եկեղեցուց դուրս են, իրենք էլ ունեն կարծիքներ մասին, И их совесть может нас обвинять. եւ իրենց խիղճը կարող է մեզ մեղադրել, И мы даже в их глазах должны оказаться святыми. եւ մենք անգամ իրենց աչքերում պետք է սուփեր լինենք։ Да, то есть если свести все эти тексты, можно такую построить лестницу совести. Եվ եթե մենք այս ամբողջ հատվածները վերցնենք, կարելի է մի sense երկ գրել խղճի մասին, Что я стараюсь жить так, чтобы моя совесть не воспалялась, своя. ես փորձում եմ ապրել այնպես, որ իմ կշմտանքը չխանձվի, Потом я смотрю, чтобы мои действия не искушали совесть брата или сестры, которые слабее. եւ հետո ես նայում եմ, որ հանկարծ իմ գործողությունները չգայթակղեցնեն այն եղբորը կամ քրոջը, ու կշմտանքը ավելի տկար է, Потом я позволяю себя корректировать зрелым братьям, которые зрелые, что их совесть тоже определяет мое поведение. եւ հետո ես փորձում եմ ապրեմ այնպես, որ ավելի հասուն եղբայրները ինձ նայելով իրենց խղճմտանքի մեջ չունենան ինձ դատապարտող միտք։ Да, и четвертая степень, что даже совесть внешних людей не может нас обвинить в чем-то. Եվ հետո էլ արդեն գալիս է եկեղեցուց դուրս մարդկանց խղճմտանքի մեջ եղած այդ մեղադրանքի բացառելը ու ապրելակերպի միջոցով։ Да, на практике всем не угодишь. Գործնականում բոլորի դուրը չես կարող գալ։ Человек, который живет праведно, всегда кто-то его ненавидит. Արդար ապրող մարդը միշտ էլ ինչ-որ մեկի դուրը չի գա։ Но Павел просто говорит, что пусть вас ненавидят за праведность. Բայց Պողոս ասում է, թող որ գոնե ձեզ ատեն արդարության համար։ И поэтому он говорит, делайте такие вещи, на которых нету запрета, нет закона против любви, против надежды. Այսինքն ասում է, ուրեմն գործեք այնպիսի գործեր, որոնց դեմ չկարողենք, այսինքն սիրո դեմ չկարողենք այդպիսի բաներ գործեք։ Хорошо, я надеюсь, что в дальнейшем это вас достаточно заинтересовало, что вы дальше будете изучать эту тему. Շատ լավ, ես հույս ունեմ, որ սա ձեզ այնքան հետաքրքրեց, որ դուք ապագայում դեռ կշարունակեք ուսումնասիրել այս թեման։ А мы идем в следующую тему. Դե մենք ասում ենք արդեն հաջորդ թեմային։ Сделаю конспект. Парадигма. У нас есть книги, ну, я имею в виду современные систематические богословия. Если не ошибаюсь, там я нигде не видел про эту доктрину, да? Вполне может быть, да. То есть мы можем сказать, что это доктрина, да? Библейская доктрина. Да, да. А здесь возникает вопрос, а почему современные вот эти богословия, они не написали про эту тему? Да, они не пережили того, что пережил Лютер. Но они читали, да? Да. Лютера или из Кальвина? Да, просто забывается. Если читать богословие реформаторов, оно повсюду. Вот, просто люди забывают и не замечают. Խոսրով եղբայր, վայ կներեք, եղբայրն է ռուսերեն է ասում։ Հարցս այն էր, որ հիմիկվա այս աստվածաբանության սիստեմատիկների մեջ նայում ենք ոչ մի սենց ասած եղբայր չի գրում այս խղճի վարդապետության մասին ու այս հարցում մենք տեսնում ենք, որ էսի աստվածաշնչյան վարդապետություն է ու հարց առաջանում թե ինչի այս եղբայրները սրա մասին չեն խոսում, ոնց որ այս էր հարցս սրա մասին էի խոսում։
Да, здесь на самом деле очень много пасторского применения тоже. Այստեղ իրականում շատ կա նաև հովվական կիրառում։ Это стандартный пасторский вопрос, как детей воспитывать. Ահա։ Դա ստանդարտ հովվական հարց է, ինչպես դաստիարակել երեխաներին։ Потому что есть родители, которые, например, просто запрещают все, запрещают интернет и запрещают телевидение. Որովհետև կան մարդիկ, ովքեր որ իրենց երեխաներին արգելում են հեռուստացույցը, ամեն ինչ։ А есть, которые разрешают все, говорят, делай, что хочешь, это свободный Ահա։ человек. Եվ կան նաև այնպիսիները, որ ասում են, արա այն ինչ որ դու ուզում ես, դու ազատ ես։ Да, и мы видим, что и такой вариант дает очень плохой результат. Տեսնում ենք, որ այդ տարբերակներից երկուսն էլ շատ վատ արդյունք են տալիս։ Да, а где же правильно, как правильно делать? И это вопрос Որտե՞ղ է совести. ճիշտը, որքանն է ճիշտը, դա էլ արդեն խղճի հարց է։ Да, и здесь правильная практика как раз-таки упирается в том, что люди разные. Եվ այստեղ ճիշտ կիրառությունը հենց հենվում է նրա վրա, որ մարդիկ տարբեր են, И у человека возраст разный. եւ մարդիկ իրենց տարիքով են տարբեր, Разный уровень развития и разная скорость развития ума. տարբեր մտքի հասունություններ են, տարբեր արագությամբ են մարդիկ աճում իրենց հասկացողությամբ։ То есть, когда ребенок маленький, мы все ему запрещаем. Не трогай, не трогай, не трогай, не трогай. Այսինքն երբ որ երեխան փոքր է, մենք այն ամեն ինչ ենք արգելում։ Да, когда он взрослеет, мы ему разрешаем больше. Եվ երբ որ նա մեծանում է, մենք իրեն ավելին ենք թույլ տալիս։ Да, и как это правильно делать, это вопросы совести. Եվ ինչպես դա ճիշտ անել, դա խղճի հարց է։ Другой момент, за кого мы голосуем? Երկրորդ բանը, մենք ում կտանք մեր ձայնը, Потому что выходят политики, и каждый обещает что-то. որովհետև դուրս են գալիս քաղաքական գործիչներ, որոնք ամեն մեկ ինչ-որ բան են խոստանում։ И многие христиане просто потому, что политик произносит христианские слова, цитирует Библию, Եվ շատ քրիստոնյաներ միայն այն բանի պատճառով, որ այդ քաղաքական գործիչը քրիստոնեական բառապաշար է օգտագործում կամ Աստվածաշունչը մեջ բերում, они готовы за него голосовать. այդ մարդիկ պատրաստ են իր կողմը ասել եւ կել։ Но здесь вопрос надо задать. Этот человек нас обманывает и использует, или он действительно искренний? Այստեղ հարց առաջանում այդ մարդը մեզ խափում օգտագործում է, թե նա իրոք անկեղծ է։ Как это определить? Ոնց դա հասկանանք։ А что, если там два политика, и они оба говорят, что я христианин? Իսկ ինչ եթե այնտեղ երկու քաղաքական գործիչ կա, որոնցից երկուսն էլ պնդում են, որ քրիստոնյաներ են։ Да, это вопросы совести. Դա խղճի հարց է։ Да, этот орган нам Богом дан, чтобы мы могли решать этические вопросы, которые сложные и которые во времени меняются. Դրանք սա օրգան է, որ Աստծո կողմից տրված է մեզ, որ լուծենք այնպիսի հարցեր, որոնք որ ժամանակի հետ փոխման ենթակա են։ Да. То есть на самом деле возвращение доктрины сильно бы помогло церквам. Այսինքն իրականում այս վարդապետության վերադարձը շատ կօգնի եկեղեցիներին։ Можно? Да. Եսայ ջան, հա, ասեմ հայերեն եղբայրս թարգմանես, հա, բայտակ մոռացել էի։ Հետաքրքիր թեմա է, մտորելու առիթ է տալի ու նոր հենց նոր մի հարց առաջացավ։ Это очень интересная тема. Дает нам мыслить. Но у меня сейчас есть вопрос, появился вопрос. Օրինակ վերեց դասախոսը երկու ծնողների մասին, մեկը այսպես, մյուսը այսպես եւ եթե ճիշտ եմ հիշում, ասես որ դա խղճի հարց է, եթե մենք ընդունենք որ դա խղճի հարց է, այսինքն դուրս է գալիս որ ամեն մեկը ինքն է իր ինդիվիդուալ խղճով որոշում է ճիշտ է թե չէ, այսինքն ճիշտը դառնում է ոնց որ օբյեկտիվ ճշմարտություն, դե որովհետեւ ես այսպես եմ անում իմ խիղճը ներողություն սուբյեկտիվ, այսինքն իմ խիղճը սենց է ինձ առաջնորդում։ Ուտեղ ոնց որ իմ мод լավ, լե այսքանը ասա ես այ ջան։ Շատ էլ երեսի։ Կներես վախվեր։ То есть у вас был пример про двух родителей, да? Один запрещает все, другой разрешает все.
Мгм. Здесь как бы складывается впечатление, что у правды нету субъективности, у правды есть субъективность. Каждый сам решает, как делать. И это оправдывается совестью. Так это объяснить или Мгм. это вообще правильный концепт? У Павла есть очень интересный стих, когда он говорит о праздниках. У кого? У Павла. Պողոսը շատ լավ մի համար ունի, Это, по-моему, 2 Коринфянам. իմ А, կարծիքով երկրորդ Կորինթացիներում է, да, у нас сейчас будет переменная, я точно найду, но стих так звучит. ես հիմա այս դաթարի ժամանակ կփորձեմ գտնել, բայց այսպես է հնչում մոտավոր համարը։ Что некоторые братья отличают день ото дня. Это 1 Коринфянам 14 глава, Мгм. որ մեկը օրը օրից ավելին է համարում, Ահա։ Прочитай, Иса. Некоторые братья отличают день ото дня, а некоторые почитают все մեկը дни օրը один օրից от друга. ավելին է համարում, մեկի համար բոլոր օրերը հավասար են։ Նույնն է։ Да, и тот, и другой делают это ради славы Божьей, так написано, да? Եվ երկուսն էլ դա անում են Աստծո փառքի համար։ Мгм. И пусть каждый поступает по удостоверению своего ума. Եվ թող ձեզանից ամեն մեկը վստահ լինի սրանում։ Да, то есть здесь есть элемент субъективности. Այսինքն այստեղ կա սուբյեկտիվության տար։ Да, есть учение Ветхого Завета, что мы храним субботу, шаббат. Եվ այստեղ այսպեսի մի միտք կա, որ մենք 5 տականից շաբաթը պահում։ Извиняюсь, ներողություն եղբայրներ, ասի առաջին Կորինթացից Հռոմացիս 14-ն է։ Հռոմացիս 14-ի առաջի խոսքերն է։ Это Да. послание к римлянам 14 глава. Ага, послание к Римлянам, 14 глава. Мгм. Павел говорит, что есть такие люди, которые будут хранить шаббат. Вот у них 7-й день, они будут его оставлять для Бога. Մասնիկը կլինեն մարդիկ, ովքեր շաբաթը որպես այդպեսին կպահեն Տիրոջ համար։ А есть люди, которые не будут это делать в субботу, они, допустим, будут отдыхать 3 часа в день каждый день. Եվ կլինեն եղբայրներ նաև ովքեր չեն անի դա ամբողջ օրվա համար, օրինակ այդ օրը 3 ժամ կհանգստանան, եւ հետո կշարունակեն աշխատել։ И такие люди, они исполняют дух закона, но не букву. Այդ մարդիկ օրենքի հոգին են պահում, էությունն են այսպես ասած պահում, ոչ թե տառը։ Да, и Павел говорит, что буква закона убивает, а дух дает жизнь. Պողոս առաքյալը ասում է, որ գիրը սպանում է, բայց հոգին ապրեցնում։ Да, это то, что Иисус говорил, что суббота для человека, а не человек для субботы. Եվ Հիսուս ասում է ոչ թե մարդն է շաբաթի համար, շաբաթն է մարդու համար։ Мгм. Да, то есть в каких это рамках это вопрос богословия и пасторской практики. Այսինքն դա ինչ այսպես կաղապարի մեջ է դրվում, դա հովվական գործունեության հարց է։ Мгм. Но видно, что в Писании об этом много сказано. Բայց բարձ է, որ տեսնում ենք, որ Աստվածաշնչի մեջ շատ է խոսում дրա մասին։ Да, поэтому я побуждаю вас, пожалуйста, идите в Писание и внимательно смотрите, как и что. Եվ ես ձեզ ուզում եմ ողջորել, որ գնաք, խորանաք Սուրբ գրքի մեջ եւ տեսնեք ինչը ոնց է։ Այսինքն դուրս է գալիս կարա ճիշտը լինի երկու հատ, հա։ Այսինքն երկրորդային հարցերում դասախոսի բերած օրինակ համատեքստում այս երկրորդային հարցերը այստեղ բարձրացվում։ Այսինքն կարան երկոքի տարբեր ձև մտածեն, տարբեր տեսակետներ ունենան, ոչ աստվածաբանական հարց լինի, օրինակի համար էլի, այսինքն դոկտրինալ հարց չլինի։ Փրկությունը հա, հոտով էթա լեչմիածնով։ Բայց հա, երկուսն ճիշտ լինի։ Можем сказать, что во вторичных богословских вопросах может быть два правда. Во вторичных, да. То есть այսինքն երկրորդային դու շեշտեցիր Եսայի ջան, աստվածաբանական, բայց ոչ աստվածաբանական, չգիտեմ, ինչ որ մի հատ հարց է։ Ինչ հարց։ Կենց հաղային կամ չգիտեմ,
И бытовых это праведных. Ага. Есть еще один стих, когда Павел говорит, надлежит среди вас быть разномыслием, чтобы вы явились искусные. Это не могу перевести. Это где? Да, я найду на перемены. У нас как раз-таки, давайте сейчас 10 минут перемены, Потому я что найду этот стих. это... И мы, когда вернемся, мы прям начнем с этого Եղբայրը вопроса. մի համարել կգտնի ընթացքի դատարի ժամանակ. Просто брат спросил, правда ли это не только в богословских темах, но и бытовых. Давайте начнем с этого, когда мы Всё. вернемся. Да,